Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են, հիմքում անվտանգային հարցերն են։ Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները։ Փոխգործակցության ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Կովկասում Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ Ազգային ժողովի պատվիրակությունը Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին։ Ամփոփվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ խորհրդարանի համատեղ նախաձեռնությունների արդյունքները։ Ալեն Սիմոնյանը ստորագրել է հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի ստեղծման մասին կարգադրությունը։ Հարգանքի տուրք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների եւ բռնի տեղահանությունների։ Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն, թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր ու հեռատես, կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։ Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք։ Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։ Հավերժ հիշատակ անմեղ զոհերին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ եւ պաշտոնատար Այլանդզինգ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների համագործակցությունն անընդհատ զարգացել եւ խորացել է, ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը։ Դրա ապացույցներից մեկն էլ երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն են։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությունը 6-օրյա այցով Հայաստանում են։ Պաշտոնական հանդիպումների շարքը մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովից։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովի նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց եւ անհետ կորած համարվողների խնդրին։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ։ Արմեն Խաչատրյանը խոսել է երկու երկրների խորհրդարանների սերտ փոխհարաբերություններից բարձր գնահատել բազմաբնույթ հարցերում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ցուցաբերած օժանդակությունը։ Խորհրդարանների միջև նույնպես շատ բարձր փոխհարաբերություններ կան եւ արդից օգտվելու ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դվինաս ձեր բարեկամական խմբին համապարփակ Հայաստանին աջակցելու եւ բազմաբնույթ հարցերում ձեր օժանդակությունը ցուցաբերելու համար մենք դա գնահատում ենք եւ դա շատ տեսանելի է։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում մեր երկրի կողմից իրականացվող քայլերը, կարևորվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններից ու տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին, այդ հարցում արժևորելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը։ Շատ երջանիկ ենք, որ կրկին Հայաստանում ենք։ Ֆրանսիայի ու Հայաստանի խորհրդարանի միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ 2 տարի առաջ, երբ այցելեցինք Հայաստան, մթնոլորտը շատ ծանր էր։ Այս տարի այն տարբերվում է։ Կա անդոր։ Հայ պատգամավորները հյուրերին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, կարևորել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրագործումը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում նկատվում է անդոր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով Ժիլբեր Լյուկ Դվինասը ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը եւ քայլերը ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայաստան կատարած այցի շրջանակում մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկել համագործակցության տարբեր ուղղություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին եւ պատրաստակամ է շարունակել ու խորացնել գործընկերությունը տարբեր ոլորտներում։ Սակայն հատկապես կուզենայի առանձնացնել կրթության ոլորտը։ Հայ երեխաները դեռ մանկապարտեզից սկսում են սովորել ֆրանսերեն, եւ սա անկասկած կարևոր հիմք է մեր երկրների միջև բարեկամական կապերն ել ավելի ամրապնդելու համար։ Այս օրերի ընթացքում մենք այցելել ենք Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում համոզվել, թե ինչպիսի հաջողություններ են գրանցվել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակողեն։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր։ Հայաստանի ազգային ժողովը որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմին շարունակաբար ներգրավված է միջազգային խորհրդարանական դիվանագիտության կարևոր հարթակներում։ Այդ համատեքստում առանձնահատուկ տեղ ունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մի կառույց, որտեղ ձևավորվում են համաեվրոպական քաղաքական օրակարգի առանցքային ուղղությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության պաշտպանության ոլորտներում։ Ապրիլի 20-ից 24-ը Ստրասբուրգում Եվրոպական քաղաքական մտքի կենտրոններից մեկում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասը։ Աշխատանքներին մասնակցում էր մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը, կառույցում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Ժողովրդավարական արժեքների պաշտպանությունից մինչև քաղաքական գործիչների նկատմամբ ատելության խոսքի տարածում, այստեղ քննարկվեցին ժամանակի հրամայական դարձած հարցերը։ Դրանց քննարկումն աննախադեպ էր այն մասով, որ հարցերի շուրջ ելույթ ունեցող պատվիրակների քանակը հասնում էր 80-ի։ Ես որոշել եմ նույնպես խոսել իմ անձնական փորձառության մասին, ինքն թիրախավորվել որպես երիտասարդ կին քաղաքական գործիչ եւ փորձել եմ գտնել այն լուծումները կամ այն ելքերը այս իրավիճակից, որոնք հնարավոր են իմ դիտարկմամբ, եւ ես կարծում եմ, որ առհասարակ քաղաքական դաշտում մեծ փոփոխություն է տեղ ունեցել Հայաստանում հեղափոխությունից հետո, եւ որ մի քանի կին քաղաքական գործիչներ սկսեցին բաց խոսել այս թիրախավորման մասին եւ կարող ենք անհամեստորեն ասել, որ ճանապարհ ենք հարթել ապագա սերունդի կանանց համար։ Հռիփսիմե Գրիգորյանն էլ իր ելույթում մատնանշեց Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը, որ վերաբերում էր մեր երկրին։
Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը Հայաստանի վերաբերյալ մատնանշում է կանանց նկատմամբ առցանց բռնությանն արձագանքելու զգալի իրավական ու ինստիտուցիոնալ բացերն ու ընդգծում դրանց պատճառած սոցիալական վնասները, ներառյալ ինքնագրաքննությունը եւ հանրային մեկուսացումը։ Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։ Եթե մենք թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունն ի վերջո կդադարի խոսել։ Thank you very much. Թեման առանցքային է ոչ միայն եվրոպական պետությունների, այլև Հայաստանի համար, քանի որ այն ակնհայտորեն ունի մեկ հստակ ուղերձ։ Այս թիրախավորումը քաղաքական գործիչների դա լրացնել այդ քաղաքական գործիչների, եւ որ քաղաքական գործիչները հատկապես խորհրդարանականներ լռում են նաեւ հասարակությունը։ Եվ սա մենք դիտարկում ենք որպես ժողովրդավարության նկատմամբ հարձակում եւ առանց ավելորդ սեթեվեթանքի պետք է ընդունենք այս մարտահրավերը եւ պաշտպանենք ժողովրդավարությունը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հաջորդ ամառային նստաշրջանը տեղի կունենա հունիսի 22-ից 26-ը։ Ավելի թափանցիկ, արդյունավետ ու ներառական խորհրդարան։ Ազգային ժողովում կայացել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի խորհրդի ամենամյա նիստը։ Կողմերը գնահատել են կատարված աշխատանքներն ու հստակեցրել առաջիկա քայլերի առաջնահերթությունները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արժևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերակատարությունը խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։ Ազգային ժողովի համար սա նույնպես կարևոր ծրագիր է եւ արդյունավետ ծրագիր է, որ իր արդյունքներն է տալիս եւ մեծ հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունը եւ այն բանը, որ մենք բավականին երկար ժամանակահատվածը համագործակցում ենք եւ տարբեր երկրների դեսպանատներ, տարբեր երկրների կառավարություններ ներգրաված են այս նախագծի մեջ, ցույց է դնում, որ ստացված է մեր համագործակցությունը։ Ուժեղ եւ տոկուն խորհրդարանները չափազանց կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար, նշել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդկվիստը։ Բարձր գնահատելով ձևավորված փոխգործակցությունը դեսպանը վերահաստատել է Շվեդիայի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական, ներառական եւ կայուն զարգացման ուղղված ջանքերին։ Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թռներն էլ ընդգծել է, որ խորհրդարանի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են երկրի ժողովրդավարական ինստիտուտների հզորացմանը։ Դիվանագետի համոզմամբ խորհրդարանի դերը վճռորոշ է որպես երկրի ժողովրդավարացման կարևորագույն հիմնասյուն։ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ռազմավարական է համարել իրականացված աշխատանքները։ Անդրադառնալով ծրագրերի արդյունքներին նա նշել է, որ վերջին հետազոտությունների համաձայն բարեփոխումները նպաստել են ազգային ժողովի հանդեպ հանրային վստահության աճին։ Ծրագրի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է 2025 թվականի հիմնական աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող գործողությունները։ Մենք ամեն տարվա կտրվածքով իրականացնում ենք հանրային կարծիքի գնահատում եւ հանրային կարծիքի գնահատումը այս տարի շատ հետաքրքիր ցուցանիշներ մեզ ցույց տվեց։ Հաշվետվողականությունը 47%-ից բարձրացել է 60%, որը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Վստահությունը ազգային ժողովի նկատմամբ 24%-ից բարձրացել է դեպի 30%։ Արդյունավետությունը ընկալման 35-ից 41%։ Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այն ռազմավարությունը, որ մշակել ենք 2025 թվականին, իրականացնելով մենք կարող ենք ել ավելի բարձր ցուցանիշների հասնել։ Սա յուրօրինակ հաշվետվություններ անցած տարվա վերաբերյալ ներկայացվեց թվային ոլորտում իրականացված բարեփոխումները, ներկայացվեց հաշվետվողականության բարձրացման ուղղված կարևորագույն գործիքների ներդրումը։ Քննարկեցինք նաև այն ծրագրերը, որոնք որ իրականացվելու են մինչև նոր գումարումը, 9-րդ գումարումը, եւ այդ գումարումից արդեն հետո մինչև նոր գումարումը մենք գործընկերների հետ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես ներածական ծրագրերի մշակման, որոնք որ ուղղված են լինելու նոր ընտրված պատգամավորների համար ներածական փաստաթղթերի, ներածական միջոցառումների իրականացման համար, որպեսզի իրենց մուտքը ազգային ժողով լինի հնարավորինս սահուն եւ մի շարք այլ ծրագրեր, որոնց որ իրականացումը արդեն նախանշված է տարվա մինչեւ վերջ։ Նիստն ամփոփվել է հերթական գործնական քայլով։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ստորագրել է հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին ստեղծելու մասին կարգադրությունը։ Այն նպատակ ունի խթանելու ներառականությունն ու հավասարությունն օրենսդիր մարմնի գործունեության մեջ։ Խորհրդարանն այժմ ավելի կուր եւ ամուր կառույց է, իսկ հասարակությանն ուղղված այս նոր փաստաթղթի ստորագրումը դրա լավագույն ապացույցներից է։ Շնորհավորում եմ բոլորիս այս ձեռքբերումների առթիվ եւ մաղթում արդյունավետ աշխատանքային ընթացք։
Հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական այս մարմինը միտված է ապահովելու ազգային ժողովի կարողությունների ամրապնդմանը, նաեւ ներառականությանը եւ հավասար երկխոսությանը։ Մեխանիզմները մի փոքր մշակման փուլում են։ Մենք նախատեսում ենք մայիսի սկզբին ունենալ առաջին անդրանիկ նիստը։ Հարթակը նշեմ, որ բաց է եւ շատ падգամավորներ կարող են մասնակցել աշխատանքներին։ Խորհրդակցական մարմինը կգործի որպես միջկուսակցական եւ միջանձնաժողովային հարթակ падգամավորների կամավոր մասնակցությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմում բողոքների թիվը տարեցտարի ավելացել է։ 2024 թվականին ստացվել է 19781 դիմում բողոք, 2025-ին դրանք կազմել են 22655։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Նախորդ տարի 333 այց ենք իրականացրել, որը 71-ով ավելին է եղել, քան դրան նախորդող տարվա կտրվածքով։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, մասնավորապես շուրջ 3 տասնյակ այցեր են իրականացվել գնահատելու ֆիզիկական միջավայրի մատչելիությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընդհանուր գործունեության ժամանակահատվածում այսպիսի այցեր գրեթե չեն իրականացվել եւ այս առումով մեր հիմնական զարգացումը նաեւ այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք են մեր հաստատության կողմից արդեն ներգրավվել այցերին։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց առնչությամբ ստացված դիմում բողոքների թիվը շեշտակի աճել է 2025 թվականի ընթացքում։ Օրինակ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը վերաբերող դիմումները 2024-ի 189-ից հասել են 910-ի, իսկ Երևանի քաղաքապետարանին վերաբերող դիմումները 357-ից 919-ի։ Շատ մեծ թվով բողոքներ ենք ստանում հենց դատական իշխանության մարմինների գործունեության հետ կապված ու այստեղ էլ իհարկե նույն շեշտակի աճը չի, բայց ելի աճ ենք ունեցել, մասնավորապես 2024 թվականի 240 դիմում բողոքի համեմատությամբ 25 թվականին 382 դիմում բողոք ենք ունեցել, դարձյալ սա այն պայմաններում, երբ մենք անընդհատ ենք իրազեկում, որ դատական իշխանության մարմինների հետ կապված լիազորություններ չենք իրականացնում։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առանձին խնդիրների։ Այդ համատեքստում պաշտպանն ընդգծել է, որ առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում անդրադարձ է կատարվել մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքին եւ այդ ոլորտում առկա խնդիրներին։ Տարեկան հաղորդումը երբևէ այդպիսի ծավալով չի ունեցել կրոնական ազատությունների հետ կապված հարցին անդրադարձ, մասնավորապես խոսքը եղել է ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերին առնչվող տարբեր հարցադրումների քննարկման համատեքստում։ Քրեական արդարադատության ոլորտում պաշտպանն ընդգծել է մարդու իրավունքների երաշխիքների ապահովման հետ կապված խնդիրները, հատկապես անդրադառնալով անմեղության կանխավարկածի եւ կալանքի կիրառման պրակտիկայի համատեքստում առկա հարցերին, նշելով, որ ոլորտում շարունակվում են առկա մնալ համակարգային խնդիրները։ Շատ խնդրահարույց է մնում Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան եւ այս առումով մեր կողմից դարձյալ բազմաթիվ են արձանագրվող խնդիրները, իհարկե չանդրադառնալով կոնկրետ անհատական դեպքերով դատական ակտերին, այնուամենայնիվ ես պետք է նշեմ, որ այս խնդրի դիտանկյունից պետությունը միանշանակ պետք է շատ լուրջ գործիքներ եւ կառուցակարգեր կիրառի ու ի վերջո լուծի այն խնդիրը, որը տարիների կտրվածքով կուտակվել է եւ այդպես էլ չի հաղթահարվում։ Որպես հատուկ խնդիր պաշտպանն անդրադարձել է աշխատանքի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, անվտանգ եւ առողջ աշխատանքային միջավայրի առումով առկա հարցերին, գործադուլի իրավունքի իրացման առնչությամբ առկա խնդրահարույց իրավիճակներին։ Անահիտ Մանասյանը խոսել է նաեւ երեխաների իրավունքների ոլորտում առկա, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության եւ ենթակառուցվածքների մատչելիության խնդիրների առնչությամբ։ Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել նաեւ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, նշելով, որ որոշակի առաջընթաց է արձանագրվել քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման հարցում։
Նախորդ մի քանի տասնամյակներում որևէ կերպ բարելավում չունեցող շենքային պայմանները այսօր լուրջ փոփոխություններ են կրում, սա շատ լավ ցուցանիշ է։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մտահոգիչը շարունակում մնալ ինքնասպանությունների եւ ինքնավնասումների բարձր ցուցանիշը։ Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել բռնի տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքներին, նաեւ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերը, կարևորելով վերջիններիս անհապաղ ազատ արձակման առանցքային հրատապությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն։